Ինչպես ասացինք, վերադառնում ենք ռեստորան եւ մեր այդքան բծախնդիր ձևով կատարված գնումներից ես չէի կարող չփորձարկել ուտեստներ։ Առաջինը փորձելու ենք եռանկյունի աղցանը իր սոուսով։ Այս շատ ախորժելի է դեպք։ Թանկունի համստացի։ Սոուսի մեջ կա։ Շատ համով է։ Խմելու ենք Իջևանի սափորը։ Դե ինչ հայկական ռեստորան առանց մեր ավանդական տոլմայի։ Անմահական։ Հերթը հասավ իմ ամենասիրած թաթախիկներին։ Սմութաբալ։ Շատ համով է։ Մսալոր, ժենգյալով հաց։ Կարող եք, այո, ամեցեք, դաժե կարակ գաք։ Չեք գալիս։ Ինչ հետաքրքիր համ ունի։ Քանի տեսակի կանաչներ կան։ Շատ, անթիվ։ Իրականում շատ համով է։ Ես հիշում եմ, որ ամենաբծախնդիրը դու մսի հարցում էիր։ Ճիշտ եմ հիշում։ Որ միսը որտեղից ուզում ա լինի, խոզի միսը պետք է լինի Իջևանից։ Սեթը միշտ մեր լավագույն վաճառք ցանկում է։ Այսքան խորժելի է շատ։ Համոզված եմ համնել։ Ես ուզում եմ ձեռքով վերցնեմ, որտեղ խորովածը ձեռքով են ուտում։ Վահե ջան, իսկ մի հարց։ Ռեստորան հիմնելու համար ինչքան գումար է պետք մոտավորապես։ Ես որ հիմնեցի, չեմ էլ հիշում ինչքան գումար ծախսվեց։ Բայց հիմա արդեն այդ մի 8 տարի առաջ էր էլի, հիմա արդեն մի 100-200 հազար $, գումար է պետք, բայց գումարից բացի պետքա ցանկություն։ Ցանկություն լինի, կարելի է մի 5,000-6,000 $-ով էլ հիմնել ու սկսել, կարևորը սկսելն է։ Ուրախ եի, որ քեզ հյուրընկալեցի, նմանապես էլի կսպասեմ։ Ամեն շատ համեղ էր, ես էլ շատ շնորհակալ եմ ցենց համեղ ուտեստների համար։ Ու իհարկե բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել Եռանկյունի ռեստորան, որովհետև իրենք ամենաթարմ, ամենահամեղ ու ամենահայկական խոհանոցն են ներկայացնում։ Շնորհակալ եմ։